Սելի ֆուտբոլասերն խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ հիմա անչափ հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվում այս 50 րոպեների ընթացքում միմյանց դեմ Էդլիտ լիգայի Գավաթի շրջանակներում 1-16-ի օր եզրափակիչում կմրցեն Մանչեսթեր Սիթին եւ Բորուսիա Մյունխենգլադբախը։ Թիմերը արդեն խաղադաշտում են, իսկ մենք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմերին, սկսենք Սիթիից։ Դարպասը պաշտպանում է Կիրիլ Պանտելևը համար 1, Սիլա Բուբա համար 2, Արտաշես Արաքելյան համար 5, Ռոմիկ Սարգսյան համար 6, նա այսօր նաև թիմի ավագն է, Դանի Պետրոսյան համար 7, Ալեն Սահակյան համար 9, Արշակ Պողոսյան համար 10, Գերա Կոստենկով համար 17, Ռաֆայել Ղարիբյան համար 19, Նարեկ Սարգսյան համար 22 եւ Մանուկ Մուրադյան համար 99։ Սերգեյ Խաչիկյանը պաշտպանում է Մյունխենգլադբախի դարպասը համար 1, Հարություն Թորոսյան համար 2, Արման Մարտիրոսյան համար 3, կա մրցավարի Սյունիչ եւ մեկարկած է հանդիպումը Ռոբերտ Մարության համար 5, Դավիթ Մարկարյան համար 6, Ռաֆայել Ղազարյան համար 7, Արմեն Խաչատրյան համար 10, նա նաեւ թիմի ավագն է, Վալերի Բաբայան համար 11, Գառնիկ Սարգսյան համար 49 եւ Սևակ Մանուչարյան համար 97։ Բուբանը գնդակով թողեց այն Պողոսյանին։ Ղարիբյան Ղազարյանը գնաց այստեղ խլելու մրցակցից գնդակը, բայց այնքան էլ հաջող չստացվեց։ Մարտիրոսյան շատ լավ փոխանցում դեպի Ղազարյանը, բայց Կիրիլը վերցնում է այստեղ գնդակը, այո, ունեցավ այստեղ առաջին վտանգավոր պահը Մյունխենգլադբախ այս խաղում, բայց տեղում էր Սիթի դարպասապահը։ Արաքելյան նկատեց Բուբային, շատ լավ փոխանցում դեպի Ղարիբյանը, Բուբան կատարեց, սկսում են Սիթի ֆուտբոլիստները խորքից, Արշակ Պողոսյան, ես հիշեցնեմ, որ սա Էլիտ լիգայի Գավաթի շրջանակներում ընթացող հանդիպումը 1-16-ի օր եզրափակչի դիմակայության առաջին հանդիպումը, որտեղ իհարկե երկու թիմերն էլ միմիայն մտածում են հաղթանակ տոնելու մասին։ Բուբա թողեց գնդակը Ղարիբյանին, Արշակ Պողոսյան դեպի ձախ ուղարկեց գնդակը նորից, Ղարիբյանն է գնդակով, Բուբա Գերա Կոստենկով ու այդ փոխանցում այո չկային տարբերակներ այս պահին։ Ղարիբյանի ուղղությամբ ուղարկեց գնդակը Կոստենկովը, իսա խաղի կանոնների խախտում էր Ղազարյանի կողմից։ Արշակ Պողոսյան շարժում է առաջ Պողոսյանը, լավ նկատեց Կոստենկովին, Սարգսյան բացել է պետք հանդիպան ակտիվով, բայց սա ինչ կա գոլ էր Բաբայանի կողմից եւ Սիթին առաջ է անցնում հաշվի մեջ 1-0։ Մեկ 0 այո այստեղ չարաբաստիկ, այսպես ասենք, անադարձ շասենք Բաբայանը փորձում էր հեռացնել գնդակը, բայց գնդակը հայտնվեց հենց Մյունխենգլադբախի դարպասում ու Սիթին հանդիպան մեկնարկում առաջ է անցնում հաշվի մեջ Բաբայան, հիմա իհարկե կգնա առաջ Մյունխենգլադբախը արդեն, Մանուչարյան նորից Բաբայանին կատարեց փոխանցում, կա ձախից Մարկարյանի տարբերակը, հաջող փոխանցում Մարկարյանի ուղղությամբ տեսանք, Բաբայան, Մանուչարյան դեպի աջ ուղարկեց գնդակը, վտանգավոր գրոհենք հիմա տեսնում աջ եզրով, փոխանցում, բայց Ղարիբյանը հեռացնում է գնդակը ու անկյունային կիրասի Մյունխենգլադբախը։ Խաչատրյանը կիրասնի անկյունայինը խաղարկեց այստեղ գնդակը Մարկարյանի հետ, նորից Խաչատրյան փոխանցում, բայց Գերա Կոստենկովը հեռացնում է գնդակը Մարկարյան
Շատ հաջող գործեց այստեղ Մարկարյանը հարվածը կատարում ու Արտաշես Սարաքելյանը կանգնում գնդակի ճանապարհին։ Հեռացված է գնդակը Ռոմիկ Սարգսյան Բուբային թողեց գնդակը։ Սահակյան Մնաց գնդակով այստեղ Սահակյանը ու հետ փոխանցում դեպի պաշտպանություն Ղարիբյան Գեղեցիկ է այս փոխանցումը Կոստենկովին ուղղված Արտաշես Սարաքելյան Կոստենկովն է շարժվում առաջ աչ եզրով Լավ փոխանցում Պողոսյան պետք է կրկնա պատկել ակտիվը բայց վրիպում է Արշակ Պողոսյանը շատ նպաստավոր դիրքից Բարձր ստացվեց այո Պողոսյանի կատարած հարվածը բայց մինչ նրան գնդակը հասցեագրել է ամեն ինչ գեղեցիկ արեցին Man City ֆուտբոլիստները Մանուչարյան Լավ է նկատել Ղազարյանի առաջ խաղացումը Մանուչարյանը բայց չանցավ փոխացումը Արտաշես Սարաքելյան ուղարկեց այն Կոստենկովի ուղղությամբ Բուբա Դեպի Ձախ եզր Ղարիբյան պայեց այստեղ գնդակը Ղարիբյանը Կոստենկով թողեց Բուբային բայց Մանուչարյանը ավելի արագ արձագանքեց գնդակին Բաբայան Մանուչարյան հետ փոխանցում ու այստեղ հաջող են փորձում դուրս գալ Մյունխեն-Գլադբախի ֆուտբոլիստները, բայց Բուբա խլեց գնդակը իսկ այս փոխանցումը Բուբայի կատարած Փակվեց Գառնիկ Սարգսյանի կողմից Արտաշես Սարաքելյան լավ նկատեց Ղարիբյանին Սարգսյան հասավ գնդակը Սարգսյանին նորից Ղարիբյան հարվածային է դիրքը միգուցե փորձի, հետ փոխանցում դեպի Պողոսյանը, Պողոսյանն է հարվածում ու նորի չեղությամբ ընթացավ գնդակը։ Բաբայան Դեպի աջ ուղարկեց գնդակը Մանուչարյանը իհարկե կհասնի այս գնդակի սերակ Մանուչարյանը, բայց հասավ ու կորցրեց երախլեց նրանից գնդակը Ղարիբյան Արշակ Պողոսյան շատ լավ փոխանցում ստացվեց Կոստենկովի ուղղությամբ Կոստենկով հարված ու անկյունային հարված կիրասնի հիմա Սիթին պահագեց Կոստենկովի հարվածի ճանապարհը Գառնիկ Սարգսյանը Հիմա անկյունային տեսնենք Պողոսյանն է գնդակի մոտ ուղարկեց գնդակը Բուբային Բուբա եւ բարձր է ստացվում Բուբայի կատարած հարվածը Բաբայան ռիսկի դիմեց այստեղ Բաբայանը, բայց բարի հաջող ամեն ինչ ավարտվեց Մյունխեն-Գլադբախի համար հաջող պատվաղարկում էր Մարկարյանի հետ Սևակ Մանուչարյան դեպի Մարության ուղարկեց գնդակը նորից Մանուչարյան թողեց Բաբայանին Բաբայան հարվածում բարձր է ստացվում Վալերիկ Բաբայանի կատարած հարվածը Այո, բաց թողած գնդակից հետո Մյունխեն-Գլադբախը ստեղծում է արդեն պահեր Պողոսյան շատ լավ փոխանցում Կոստենկովին կա Սարգսյանը, բայց մի փոքր ուշ հասավ գնդակին Կոստենկովը, քան պետք է փոխանցում կատարելու համար Արշակ Պողոսյան դեպի հետ ուղարկեց գնդակը Ղարիբյանին Բուբա Ղարիբյան հաջող գործեց այստեղ Ղարիբյանը Արշակ Պողոսյան
Գուցե հիմա փորձի արվածել ոչ, չարվածեց Պողոսյանը իհարկե ցանկացած բարդ իրավիճակից նա կարողանում է մրցակցի դարպասը ելք փնտրել, բայց այս անգամ չփորձեց արված կատարել Պողոսյան թողեց Բուբային, Արտաշես Սարաքելյանն է աչեզում ստանում գնդակը Ղարիբյան շատ գեղեցիկ փոխանցում էր Կոստենկով, գասնի այս գնդակին այո Կոստենկովը փոխանցում Սարգսյանի ուղղությամբ, բայց Բաբայանը նորից այստեղ հաջող գործեց ու կար խաղի կանոնների խախտում Սիդնեի ֆուտբոլիստների կողմից Կոստենկով առաջինն է արձագանքում գնդակին ու Բուբան է հիմա աչեզրում Բուբա շատ լավ նկատեց Ղարիբյանին Բուբան Ռաֆայել Ղարիբյան ու նորից փոխանցում Բուբայի ուղղությամբ փոխեց գրոյի եզրը Բուբան, բայց չհասավ գնդակը Սահակյանին Վալերի Բաբայան առայժմ նրա ինքնագոլի շնորհիվ Սիդնին առաջ է հաշվի մեջ Մանուչարյան մնաց գնդակով Մանուչարյանը Բաբայան ու դեպի Սարգսյանը փոխանցում գուցե երևից արվածի Սարգսյանը ոչ Ուարկես Մարկարյանի ուղղությամբ գնդակը Նորից Սարգսյան Բաբայան, Սարգսյան Թիմիավակ Խաչատրյանն է գնդակով Փոխանցում, բայց հեռացված է գնդակը Ղարիբյանի կողմից Բաբայան Աչից կա տարբերակ, իհարկե նկատեց Բաբայանը Մարությանին, բայց Մարությանը փորձեց Սահակյանի վրայով անցկացնել գնդակը ու չստացվեց։ Հիմա Սահակյանն է զարգացնում արագություն, բայց այստեղ փայլուն պաշտպանվեց Մարտիրոսյանը։ Մարկարյան թողեց գնդակը Սարգսյանին։ Սևակ Մանուչարյանը հաջող շրջվեց, Մանուչարյանը ու դեպի աջ է ուղարկում գնդակը։ Նորից ստացավ Մանուչարյանը գնդակը Բաբայան Այո չնշել այսօր Մանչեսթեր Սիթիի կազմում հիմնական ավագի բացակայությունը չեն կարող Արտուր Ալավերդյանի մասին է խոսքս ովքեր հետևում են Մանչեսթեր Սիթիի հանդիպումներին Կեիշեն այդ հանդիպումը Նյուքասլ Յունայթեդի դեմ երբ Չեմպիոնների լիգայի շրջանակներում դիմակայության առաջի խաղում շատ ցավալի վնասված ստացավ Ալավերդյանը ու հիմա վերականգնողական փուլում է գտնվում նա կարծում եմ հնարավորինս շուտ կմիանա իհարկե թիմին շատ կարևոր օղակ Սիթիի կազմում այդ խաղում չնայած Մանչեսթեր Սիթին զիջեց Նյուքասլին 5-4 հաշվով բայց դեռ կա պատասխան հանդիպում դիմակայությունում ու տեսնենք հուսանք որ Ալավերդյանի վնասվածքը նախատեսվածից էլ շուտ վերականգնվի Ալավերդյանը իհարկե Սարգսյանն է գնդակով Վալերի Բաբայան Նորից Սարգսյան Մարկարյան Սարգսյանն է նահանջելու փորձում օգնել պաշտպաններին Պարսից փոխանցում ենք տեսնում, բայց ուժեղ ստացվեց այստեղ Մարտիրոսյանի կատարած փոխանցումը Я, брат, не играл в форме.
Ղարիբյանն է գնդակով։ Да, прошлый раз нас население вообще. Ուղարկեց Սահակյանին։ Շատ լավ նկատեց այստեղ Սահակյանը Արաքելյանին։ Ղարիբյան։ Գեղեցիկ փոխանցում Կոստենկովի ուղղությամբ ու այստեղ անկյունային հարված վաստակում է Գերա Կոստենկովը։ Իրաք մեզ չեն ասել, իրաք միշտ հավասարացել են։ Երակի փոփոխություն է կատարում Manchester City գլխավոր մարզիչ Անատոլի Գաբրիելյանը ու հիմա հարցակման գիծն է կարծես ուժեղացնում։ Տեսնենք։ Ты вроде как в России как бы есть, еще есть в Казахстане здесь. А вот недавно я в сборной Армении играл в Москве. Ну это, как я, насколько я знаю, сам... Մանուչարյան եւ այստեղ Կիրիլը հասցրել է ցերասել գնդակ, այո, փոփոխությունները City-ի կազմում կատարված են Արեգ Սարգսյանը, Մանուկ Բուրադյանն ու Դանի Պետոյանը շարունակեն հանդիպումը համապատասխանաբար Ռոմիկ Սարգսյանի, Ալեն Սահակյանի եւ Գերա Կոստենկովի փոխարեն Здесь сильнее всего команда, но нас разнесли 6-0. Մանուչարյանն է իրացնելու այս անկյունայինը։ Они, во-первых, команда խշունակ է, они... Մարության փորձեց հարվածային դիրք դուրս գալ չստացվեց Արման Մարտիրոսյան ու հիմա էլ Ղարիբյանն է փակում գնդակի ճանապարհը։ Սարգսյանը առաջինը բումը գնդակին այս խաղում նրա կողմից, բայց հեռու թողեց այստեղ Սարգսյանը գնդակը։ Ղարիբյան շատ լավ փոխանցում է դեպի Պետոյանը, բայց ավելի ուժեղ ստացվեց, լավ էր իհարկե նկատել Պետոյանի առաջ խաղացումը, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց։ Մարտիրոսյան ուղարկում է Բաբայանին գնդակը, նորից Մարտիրոսյան, Մարկարյան Բաբայանին թողեց ու շատ լավ Մյունխեն Գլադբախը սկսում է իր գրով։ Բաբայան զարգացեց արագություն, բայց Բուբան այստեղ հասցրեց Ագել մրցակցի առաջ խաղացման ճանապարհը ու հիմա էլ հեռու է թողում գնդակը։ Да, есть. Жаль, тоже играл там поранешку, какой-то все-таки. Բաբայան Մարկարյան գրոյի տեղափոխություն դեպի աջ, Հարությանը պայեց գնդակը, դաշտի սահմաններում Մարտիրոսյան խորքից փոխանցում ենք տեսնում, բայց Պետոյանը արձագանքեց այս գնդակին ու ազատ հարված է կարծես նշանակել մրցավարը, այո, սա փոխանցում էր Պետոյանի կողմից։ Полмиллиона трампов. Это они, я думаю, не учатся здесь. Ու շատ լավ հնարավորություն ունի Մյունխեն Գլադբախը հանդիպան հաշիվը հավասարեցնելու, տեսնենք։ Իհարկե, միանգամից հարված չի կարող հետևել ազատ հարվածի դեպքում, պետք է առնվազն մինչ հարված կատարելը մեկ հպում լինի գնդակին որևէ ֆուտբոլիստի կողմից։ Ու տեսնենք Մարկարյանը եւ Մանուչյանն են գնդակի մոտ, կա մրցավարի սուլիչը։ Մարկարյան թողեց Մանուչյանին հարված եք տեսնում, բայց Կիրիլ տեղում էր։ Ուժեղ փոխանցում առաջ Մուրադյանն է այստեղ փորձում պայքարել ու վաստակեց եզրային ներման հնարավորություն, Սարգսյանի հետ արագ խաղարկեց Մանուկ Մուրադյան, շատ լավ գործեց այստեղ Մուրադյանը։ Կա փոխանցումը, բայց Քաչիկյանը վերցրեց գնդակը նետեց այն Բաբայանի ուղղությամբ նետվում է առաջ Մյունխեն Գլադբախը նորից։ Մարկարյան։ Բայց ընկավ գրոյի տեմպը այստեղ Բորուսիա Մյունխեն Գլադբախին։ Քորոսյան։ Նորից Բաբայան։ Մարությանն է շարժվում առաջ, լավ անցում է ձեռնարկել։ Բայց հեռացած է գնդակը։ Բաբայան։
Ուղարկեց Մարտիրոսյանի ուղղությամբ գնդակը, Մարկարյան, իհարկե Մյունխեն-Գլադբախը փորձում է ամեն ինչ անել հանդիպանաշիվը հավասարեցնելու համար, բայց շատ բարդ է դա այս րոպեների Սիթին, իհարկե հենց այնպես թույլ չի տա մրցակցին նույնիսկ հարված կատարել իր դարպասի ուղղությամբ, չափազանց զգույշ են պաշտպանություն Սիթիի ֆուտբոլիստները, Նարեկ Սարգսյան ու եզրից կնետի Սիթին։ Պողոսյանն է գնդակով, հետ փոխանցում Ղարիբյանին, Արտաշես Արաքելյան, նորից Ղարիբյան ու կտանք կենտրոնում Արշակ Պողոսյանի նորից, տեսնենք, Բուբան է գնդակով, արկում է Սիթիի ֆուտբոլիստները, Պետոյան կփորձի հասնել այս գնդակին, ու հենց Պետոյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, փորձեց Բուբան հասնել գնդակին, բայց փոխանցում միայն ստացվեց ու Սիթին սկսում է խորքից Ղարիբյան, Նարեկ Սարգսյան, նորից Ղարիբյանն է ստանում գնդակը, Պողոսյան, Ղարիբյան, իհարկե կարող են երկու թիմերն են այս խաղում անդադար այսպես խաղարկել գնդակը, բայց դա միայն այս պահին ձեռնտու կլինի իհարկե Մանչեսթեր Սիթիին, եթե հաշվի տեսանկյունից նայեք հանդիպանաշիվը հավասար է, այո, չարաբաստիկ այստեղ տրվակ եղավ Սիթիի համար ու պատասխան ինքնագոլը հանդիպանաշիվը Այո, թիմերը մեկական ինքնագոլերով փոխանակվեցին այսօր ու տեսնենք առաջի խաղակեսի վերջնամասում Բորուսիա Մյունխեն-Գլադբախը հավասարեցնում է հանդիպման հաշիվը 1-1 Արշակ Պողոսյան թողեց գնդակը Ռաֆայել Ղարիբյանին Արաքելյան բայց չհասկացան միմյանց այստեղ Արաքելյանը և Մուրադյանը ու գնդակը Մյունխեն-Գլադբախին է լինելու Թորոսյան դեպի աճուպատկես գնդակը նորից ստացավ Թորոսյանը գնդակը Սարգսյան Մարտիրոսյան խորքից փոխանցում, բայց Մահրության, այո, բայց գնդակը ու Կիրիլը վերցնում է այստեղ ու նետում այն Սարգսյանի ուղղությամբ Սարգսյան զարգացնում է արագություն Նարեկ Սարգսյանը անցավ այստեղ Թորոսյանին կա փոխանցումը Բուբա հարված Մուրադյան 2-1 Սիթին նորից առաջ է հասնում հաշվի մեջ Մանուկ Մուրադյանը դարձավ այստեղ գոլի եղինակ Մանչեսթեր Սիթիի կազմում, բայց ամեն ինչ իհարկե փայլուն արեց մինչ այդ Նարեկ Սարգսյանը այդ գեղեցիկ անցումից հետո զարգացեց իհարկե արագություն պաշտպանությունից եւ Հիմա Սիթին նորից հաղթողի կարգավիճակում է 2-1 Տեսնենք արդեն Մյունխեն-Գլադբախը երկրորդ անգամ է հայտնվում պարտվողի կարգավիճակում այս խաղում Ալերի Բաբայան Թողեց Մարտիրոսյանին գնդակը Մուրադյանը փորձեց այստեղ խլել նրանից, բայց մնաց գնդակով Մարտիրոսյան այնուամենայնիվ Թորոսյան Վտանգավոր է Մարության, գուցե հիմա հավասարություն տեսնենք նորից հաշվում, բայց շեղ ընթացավ Մարությանի կատարած հարվածը
Առաքելյան դեպի Ձախ եզր ուղարկեցին գնդակը City ֆուտբոլիստերը ու City-ն սկսում է երթական գրոհ Նարեկ Սարգսյան բայց հաջող չէր այստեղ Սարգսյանի կատարած փոխանցումը Մարության գուցե հերվից արվածի փորձ կատարի Մյունխեն-Գլադբախը Սարգսյան նորից Մարությանն է գնդակով Արված բայց Պողոսյանը փակեց արվածի ճանապարհը Պետոյան Դեպի Մուրադյանը, Նարեկ Սարգսյան, հասցրեց այստեղ փոխանցում կատարել, բայց շանցավ գնդակը երկու ֆուտբոլիստի արանքով։ Ու վերջ առաջի խաղակեսն ավարտված է 2-1 City-ին հաղթողի կարգավիճակում է, կարճատև դադար, որից հետո կշարունակենք։ Սելի ֆուտբոլիստները մեկնարկեց Manchester City-ն ընդդեմ Borussia Mönchengladbach-ի հանդիպման երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 2-1 է օգուտ Manchester City նախ Բաբայանը դարձավ ինքնագոլի հեղինակ, ապա խաղակեսի վերջնամասում արված ենք այստեղ տեսնում Բաբայանի կողմից, բայց բարձր ընթացավ գնդակը, ապա խաղակեսի վերջնամասում City-ն գրանցեց ինքնագոլ, Կիրիլը հաջող չխաղաց դարպասում ու գնդակը հայտնվեց Ցանցում հավասարվեց հանդիպան հաշիվ, իսկ ապա հաջորդ րոպեին Մանուկ Մուրադյանը առաջ ուղղեց Manchester City-ին նորից հաշվում մեջ Նարեկ Սարգսյան Փոխանցում, բայց Թորոսյանը կանգնեց այստեղ գնդակի ճանապարհին, Բուբա Արիբյանն է գնդակով, Արտաշես Առաքելյան Կա Սարգսյանի տարբերակը նկատեց Առաքելյանը Սարգսյանին կպա իհարկե գնդակը Սարգսյանը Հաջող փոխանցում Մուրադյան նորից Սարգսյան վտանգավոր է փոխանցում ու այստեղ հեռացված է գնդակը անկյունային արված կտեսնենք Մանուկ Մուրադյան գեղեցիկ գործեց այստեղ Մուրադյանը բայց փոխանցումը հաջող չստացվեց Բուբա Սարգսյանի ուղղությամբ ուղարկեց գնդակը Բուբան Կարիբյան Պետոյանն է գնդակով Մարկայանն է այստեղ առաջ շարժվում նկատեց Մանուչարյանին ձախ եզրում Սևակ Մանուչարյան անցավ մեկ ֆուտբոլիստի փոխանցում Բաբայան Չտեսանք արված Մարկայան արված արադարձու ու Մանուչարյանը գրավում է այստեղ դարպասը նորից հանդիպան հաշիվը հավասար է Երկու Սևակ Մանուչարյանը հավասարեցնում է հանդիպան հաշիվը ու այս խաղում երկրորդ անգամ Մյունխեն-Գլադբախը պարտվողի կարգավիճակից վերադառնում է խաղ Պետոյան Պետոյանն է գնդակով Նորից Արիբյան նկատեց Բուբային Բուբա հաջող փոխանցում Սարգսյանի ուղղությամբ Սարգսյան լավ անցում էր ձեռնարկել, բայց իսկապես մի քանի ֆուտբոլիստներ էին նրան դիմավորել Բուբա ուղարկում է գնդակը Մուրադյանին Պետոյան գուցե արված հետևի, չարվածեց Պետոյանը հիմա է արվածում ու դատար դարպասից գրեթե Բաբայանը հեռացեց այստեղ գնդակը
Գերազանց գործեց Վալերի Բաբայանը ու հիմա կտեսնենք անկյունային հարված։ Խաղարկում են City ֆուտբոլիստները գնդակը Նարեկ Սարգսյան, ուղարկեց Բուբային, Ղարիբյան։ Բարձից փոխանցում, բայց Սահակյանի հարվածը այստեղ բարձր է ստացվում։ Շատ լավ նկատեց Ղարիբյանը խաղընկերոջը, բայց շատ նպաստավոր դիրքից բարձր հարվածեց Սահակյանը։ Թորոսյան, ճանցա փոխանցումը Թորոսյանի, բայց խալվում են City ֆուտբոլիստները պաշտպանությունից դուրս գալուց, Վալերի Բաբայան, Մարության, կա փոխանցումը, ինչ է կատարվում, Կիրիլը այստեղ վերցնում է գնդակը։ Ուժը փոխանցում ստացվեց այստեղ Կիրիլի կողմից։ Մարտիրոսյան նկատեց կենտրոնում Մարկարյանին, Բաբայան փորձեց թողնել այն գնդակը։ Խաղընկերոջը Բաբայան գնդակը դարպասում է 3-2 գեղեցիկ են խաղարկում Մյունխեն Գլադբախի ֆուտբոլիստները գնդակը ու առաջ են հասնում հաշվի մեջ։ Տեսնում եմ։ 3-2 Բաբայանը առաջ է արդեն մղում Մյունխեն Գլադբախին, այս խաղում առաջին անգամ հիմա City-ն է հայտնվում պարփողի կարգավիճակում։ Փոփոխություն այստեղ Man City-ի կազմում եղավ, Պետոյանը դուրս եկավ խաղադաշտից, իսկ Կոստենկովը մտավ խաղադաշտ։ Արված կլինի այստեղ։ Այո, եզրային նետում է նշանակել մրցավարը, Մարկարյան։ Փոխանցում առաջ, բայց Ղարիբյանն է այստեղ իրադրության տերը։ Արաքելյան Մուրադյան շատ լավ թողեց գնդակը Բուբային հարված ենք տեսնում, բայց հակվեց Բուբայի հարվածի ճանապարհը։ Ինքն էլ կնետի եզրից։ Ղարիբյան Չկար այստեղ Manchester City ֆուտբոլիստներից ոչ ոք, նետվում է առաջ Մյունխեն Գլադբախը։ Մանուչարյան մեկը պումով փորձեց գնդակը հասցեակնել Խաչատրյանին, բայց փակել նրա առաջ խաղացման ճանապարհը։ Մուրադյան Արիբյանն է գնդակով, թողեց Սարգսյանին, Ալեն Սահակյան, լավ գրոյի տեղափոխություն է դեպի աջ, Սարգսյան, բայց գնդակը Սարգսյանը City-ի մոտ Կոստենկով, փոխանցում ու անկյունային հարված հիմա կտեսնենք։ Փոփոխություն եղավ Մյունխեն Գլադբախի կազմում, Բաբայանը լքեց խաղադաշտը ու Ղազարյանը կշարունակի հանդիպումը։ Հիմա Ղազարյանի առաջին հպումը։
եղավ գնդակին փոխարինման մտնելուց հետո Արիբյան շատ լավ նկատեց Մուրադյանին Մուրադյան փոխանցում բայց հեռացված է այստեղ գնդակը եզրային նետում կիրասի Սիթին Բուբա նորից Մանուկ Մուրադյանն է գնդակով Արտաշես Արաքելյան Բուբա Սարգսյանն է գնդակով իսկապես Սիթին արդեն նետվում է առաջ Կոստենկով հերվից արվածքը տեսնենք բայց բարձր է ստացում Կոստենկովի արվածը Մարության, բայց այստեղ հաջող դիմավորս նրա Ղարիբյանը Ազարյանն է գնդակով Փորձրեց այստեղ Մյուխեն Գլադբախը գնդակը ու տեսնենք Նարեկ Սարգսյանը հերվից հարված ու հենց Ղազարյանն էլ հաստրեց փակել գնդակի ճանապարհը Կար այստեղ խաղի կանոնների խախտում Սարգսյանի կողմից Թորոսյան խորքից փոխանցում Մարությանը կհաստի այս գնդակին հարված ենք տեսնում բայց շեղությամբ մտածա Մարությանի հարվածը այստեղ չէր սպասում Բուբան Թիկունքից այդպես արագություն կզարգացնի Մարությանը ու նույնիսկ չփորձեցել կանգնել նրան միայն վերջուպային նկատեց որ արդեն հարվածային դիրքում է Մարությանը Սահակյան Արաքելյանին ուղարկեց գնդակը Կոստենկով Մնաց գնդակով եղան Շատ լավ փոխանցում Նարեկ Սարգսյանի ուղղությամբ Բուբակը այստեղ Մուրադյանի տարբերակը Կոստենկով Մուրադյան պետք է հավասարեցնել հանդիպան հաշիվը Մուրադյան 3-3 Սիթին հավասարեցնում է Մուրադյանն էլ դուբլ է գրանցում իր անվան դիմաց Բուբա Երեք Մանուկ Մուրադյանը դուբլ գրանցեց իր անվան դիմաց, այո, շատ հաջող հարված կատարեց Մուրադյանը չնայած մինչ այդ հարված կատարելը ուներ մի քանի դրվագում հարված հնարավորություն, բայց կապեց մրցակիցներին ցույց տալով հարված, բայց կատարեց ճիշտ ժամանակին ու գրավեց մրցակցի դարապասը 3-3 արդեն Սիթին է հավասարեցնում հանդիպան հաշիվը Մարության Ղազարյանի ուղղությամբ ուղարկեց ու Պողոսյանը հաջող խլում կատարեց Սադեղին քարտը իհարկե Ղազարյանին Այո, միտումնավոր խաղի կանոնները խախտելու համար զգուշացվեց Ռաֆայել Ղազարյանը Հիմա պետք է հանդիպան մնացած ժամանակը հատվածը էլ ավելի ուշադիր անցկացնի երկրորդ տեղինից խուսափելու համար Խորքից փոխանցում ենք տեսնում վտանգավոր է Կոստենկով Սահակյան, բայց չի ստացվում վերջական հարվածը Սիթիի կատարմամբ Իսկապես գեղեցիկ էին արել Սիթիի ֆուտբոլիստները ամեն ինչ, բայց պետք է այստեղ առաջ անցնել հաշվի մեջ Թորոսյան Ռիսկի դիմեց ու կորցրեց գնդակը այստեղ Թորոսյանը, Մանուկ Մուրադյան Մուրադյան շատ լավ անցում է, Մուրադյան տեսնենք Արիբյան Արտաշես Արաքելյանն է ստանում գնդակը Մենակ ես նորես
Նարեկ Սարգսյան, հաջող գործեց այստեղ Սարգսյանը։ Մուրադյան շատ լավ փոխանցում է կատարում Մուրադյանը Սարգսյանին, բայց այստեղ Մարգարյանը թույլ չտվեց Սարգսյանին առաջարժվել, իսկ հիմա Սարգսյանը գեղեցիկ կանցումների գնաց ու անկյունային հարված է վաստակում Մանչեսթեր Սիթին։ Մանուկ Նարեկ եկեք։ Կրկնակի փոփոխություն Սիթիի կազմում խաղադաշտ լքեցին Մուրադյանը ու Սարգսյանը, նրանց փոխարենել հանդիպումը կշարունակեն Պետոյանը եւ Ռոմիկ Սարգսյանը։ Տեսնենք Պողոսյանն է գնդակով։ Պետոյան գուցե հարված կատարի, այդպես էլ արեց, բայց հակվեց հարվածի ճանապարհը։ Ղազարյան դիպավ այո գնդակ այստեղ Ղազարյանի ձեռքին։ Ու շատ վտանգավոր դիրքում Մանչեսթեր Սիթին դուգանային հարվածի հնարավորություն է վաստակում։ Ունի կատարողներ Սիթին իր կազմում իհարկե, բայց կարծես հիմա Պետոյանն է գնդակի մոտ, հեռացավ գնդակից Պողոսյանը, տեսնենք։ Շատ վտանգավոր է իսկապես դիրքը, կա մրցավարի սուրճը Դանի Պետոյան, ցածից փորձեց անցկացնել գնդակը, բայց պատկազմած ֆուտբոլիստերին այն դիպավ։ Պողոսյան եւս մեկ հարված ու նորից փակված է գնդակի ճանապարհը։ Պետոյան այստեղ շատ գեղեցիկ գործեց Պետոյանը։ Ու պայեց գնդակի իր թիմի մոտ Սահակյան։ Կպայի իհարկե Պողոսյանը գնդակը դաշտի սահմաններում գեղեցիկ էր։ Արշակ Պողոսյանի կատարումը պույնչ այստեղ 11 մետրանոց հարված, թե այո 11 մետրանոց հարված է նշանակում հանդիպման գլխավոր մրցավարը։ Բրավ։ Տեսնենք առայժմ խոտացածքին է Պողոսյանը, հարված ստացավ ոտքին, չնայած վաստակեց 11 մետրանոց հարված։ Это сейчас 17 номер. Че у тебя, как палочка, нормально? Да. Парни, тут комментатор работает. Все, давай. Օգտություն են հիմա ցուցաբերում Պողոսյանին, բայց կարծես նրա հետ ամեն ինչ կարգին է, ունակ շահունակի հանդիպումը։ Դիտեց մրցավարը կրկնապատկերը ու բնում է իր որոշմանը 11 մետրանոցը նշանակված է։ Տեսնենք ով է իրացնելու այն, կարծես Ղարիբյանն է գնդակի մոտ։ Այո, Ղարիբյանն է իրացնելու 11 մետրանոց հարվածը։ Կարծես ինչ-որ բան է հուշում այստեղ դարպասապային Ղազարյանը, Մյունխեն-Գլադբախի 7 համարը։ Կա մրցավարի սուլիչը, Ռաֆայել Ղարիբյան, հարված եք տեսնում ու այստեղ հեռացեց դարպասապահը գնդակը, բայց Սիթի գրոջ չի ավարտվել Սարգսյան։ Անկյունային հարված այստեղ կտեսնենք, այո, Խաչիկյան այստեղ գերազանց սեյվ գրանցեց իր անվան դիմաց հեռացնելով 11 մետրանոց հարվածը։ Արագ հաղարկում է Սիթին գնդակը, Սահակյան հեռվից հարված ու հիմա էլ Մարգարյանն է փակում գնդակի ճանապարհը։ Արտաշես Արաքելյան, կարծես թե Ղազարյանի հուշումը այստեղ օգնեց դարպասապային ու 11 մետրանոցը հետ մղված է։ Պետոյան այստեղ գեղեցիկ գործեց Պետոյանը։ Մարգարյան, բայց խլում են այստեղ Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստերը գնդակը։ Արշակ Պողոսյան, ձախ եզրով շարժվում է առաջ Պողոսյանը։
Կան տարբերակներ ուղարկեց Պետոյանին, Պետոյան հերվից հարված անդրադարձ ու անկյունային հարված հիմա կտեսնենք։ Արագ հաղարկում է Սիթին գնդակը Արշակ Պողոսյան։ Պետոյան նորից կարող է փորձել հերվից հարվածել Պետոյանը, բայց փոխանցում կատարեց ու խլում են Մյունխեն Գլադբախի ֆուտբոլիստները գնդակը Ղազարյանն է շարժվում առաջ։ Կամ Անուչարյանի տարբերակը Ղազարյան միայնակ փորձեց վճռել դրվագը ու այստեղ Կիրիլը հեռացեց գնդակը անկյունային հարված հիմա կլինի Սիթիի դարպասին։ Ղազարյանն է տեղադրում գնդակը։ Ցածից փոխանցում, բայց Պետոյանը այստեղ առաջինն է հասնում գնդակին։ Կոստենկով Արշակ Պողոսյան մնաց գնդակով Պողոսյանը Կոստենկով Սահակյան անցումը ստացվեց, բայց հեռու թողեց այստեղ Սահակյանը գնդակը փոխարենը վաստակում է անկյունային հարվածի հնարավորություն։ Խաղարկված է գնդակը Պետոյան ուղարկեց դեպի աջ Արշակ Պողոսյանն է գնդակով Կոստենկով գուցե հարված հետևի Կոստենկովի կողմից, բայց շեղ ստացվեց Կոստենկովի հարված ու հարված կլինի Խաչիկյանի պաշտպանած դարպասից։ Մարկարյան շարժում է առաջ։ Կամ Անուչարյանի տարբերակը նկատեց Մարկարյանը ու Կիրիլը փրկում է այստեղ Սիթին։ Գերազանց սեյվ է կատարում Սիթիի դարպասապա իսկապես շատ լավ հնարավորություն է Մյունխեն Գլադբախը առաջ անցնելու հաշվի մեջ, բայց Մանուչարյանը չգրավեց այստեղ դարպասը։ Բաբայանը կիասնի անկյունայինը։ Բաբայան կա Բարսից փոխանցումը, բայց Մարտիրոսյանն ու Կոստենկովն էին պայքարում, հեռացված է գնդակը Ռոմիկ Սարգսյան, 3 մրցակցի հետ էր պայքարում Սարգսյանը եւ իհարկե բարդ էր այս իրավիճակում մնալ գնդակով։ Օրոսյան Խաչիկյանին ուղարկեց գնդակը։ Ղազարյան Սարգսյան Բաբայանին փոխանցում կատարեց Բաբայան հերվից արված, բայց շեղությամբ ստացվեց Բաբայանի արվածը ու արված կլինի Կիրիլ դարպասից Պողոսյան Կոստենկով Բայց Սարգսյանը խլեց այստեղ մրցակցից գնդակը, հիմա Մյունխեն Գլադբախը նետվում առաջ Մարկարյան, բայց հաստրեց Կոստենկով այստեղ, փոփոխություն կլինի Սիթիի կազմում, Պետոյանի փոխարեն Բուբան կմտնի խաղադաշտ, Կա փոխանցումը Մարտիրոսյանը փորձեց հարված կատարել, բայց Բուբան խանգարեց նրան Մանուչարյան Վաստակում է եզրային նետման հնարավորություն Սևակ Մանուչարյանը Մարտիրոսյան Բաբայան կա փոխանցումը, բայց Պողոսյանը հեռացեց, դուրս չի եկել գնդակը դաշտի սահմաններից Բաբայան Մնաց գնդակով Ալերի Բաբայանը փոխանցում Ղազարյան հարված շեղությամբ է ստացվում Ղազարյանի հարվածը Չնստեց այստեղ գնդակը Ղազարյանի ոտքին Բուբա Սարգսյանի ուղղությամբ էր փոխանցումը կատարված, բայց հեռացեցին Մյունխեն Գլադբախի ֆուտբոլիստները Ղազարյանն է գնդակով
Մարտիրոսյան Մեկատեց Բաբայանին Աչ եզրում ու ես կնետի Մյուխեն Գլադբախը Բաբայան նետեց գնդակը Մարկարյանի ուղղությամբ Բուբան խլեց Սարգսյանն է գնդակով Նորից Բուբա Լավ էր մտածել այստեղ Բուբան, բայց Սարգսյանը չէր սպասում այս փոխանցմանը Թորոսյան Վարկես գնդակը Մանուչարյանին ու Կոստենկովը խլում է հիմա Սիթին նետվում է առաջ Սահակյան միանում է գրոյին Բուբան Սահակյանն է հարվածում, բայց բարձր ստացվեց Սահակյանի կատարած հարվածը Այո, այսօր նաև Manchester City կազմում բացակայում է թիմի առաջատար պաշտպաններից մեկը Ռոբերտ Խլղացյանը ու ներկա չէ այս հանդիպմանը իսկապես շատ կարևոր ևս մեկ օղակ Manchester City-ի կազմում Բուբան խլեց այստեղ գնդակը ու չկար այստեղ խաղի կանոնների խախտում Եզրային նետում կիրասի Մյուխեն Գլադբախը, բայց փոփոխությունից հետո Սահակյանի փոխարեն Սահակյանը մտավ խաղը դաշտ Թորոսյան Այո, արդեն հանդիպումը մոտենում է ավարտին ու Թիմերը փորձում են վերջնական անգամ հաջողության հասնել Սարգսյանն է գնդակով թողեց այն Բաբայանին ու շարժվում է առաջ Մարկարյան Արված ենք տեսնում Կիրիլ այստեղ ոտքով հեռացեց գնդակը Ղարիբյան Մանուչարյանն է պայքարում նրա դեմ չնայած գնաց գնդակով Ղարիբյանը ու կար խաղի կանոնների խախտում Մանուչարյանի կողմից Արշակ Պողոսյան Սխալվեց Պողոսյանը, բայց պայեց այնուամենայնիվ գնդակի իր մոտ Պողոսյանն է հիմա շարժվում առաջ գնդակով տեսնենք Դեպի Սարգսյանը լավ փոխանցում էր 1 րոպե մնացել հանդիպման ավարտի Սարգսյան կա փոխանցումը, բայց հեռացված է գնդակը Ղարիբյան Ղազարյան պայքարն ենք տեսնում մնաց գնդակով City ֆուտբոլիստը Կոստենկով Բուբանը միացել գրոին Չի դիպել այստեղ գնդակը Բուբայի ձեռքին Հաջող անցում էր Բուբայի կողմից ու անկյունային արված կտեսնենք Մրցավոր Արսեն Արսեն Ռոմասարի Փոփոխություն City-ի կազմում Մուրադյանն է մտնում խաղադաշտ Սարգսյանի փոխարեն ու տեսնենք կարող է Մուրադյանը վճռել նույնիսկ հանդիպման ելքը եթե իհարկե գրավի մրցակցի դարպասը իզուր չէ թիմի գլխավոր մարզիչը այս րոպեին Մուրադյանին մտնում խաղադաշտ նա 2 գոլ այսօր գրանցել է իր անվան դիմաց ու հիմա իսկապես կարող է հաջողության հասնել Մարտիրոսյանն է գնդակով Առաջ փոխանցում Ղարիբյանը հեռացեց գնդակը Բուբա Ուրադյան հաջող անցում էր, բայց այստեղ հեռացված է գնդակը նրա ոտքերի առջևից, անկյունային ևս մեկ հարված կիրասի City-ին Արագ խաղարկում են City ֆուտբոլիստները գնդակը Արչակ Պողոսյան Շտացվեց այստեղ Պողոսյանի հարվածը Եվ վերջ հանդիպումն ավարտված է անչափ հետաքրքիր հանդիպում Մարտական ոչ ոքի գրանցվեց 3-3 հաշվով թիմերը Այո 11 մետրանոց հարվածաշր է մեկնարկում Բորուսիա Մյունխեն Manchester City թիմերի միջև ոչ ոքի արդյունքից հետո ու տեսնենք Պետոյանն է գնդակի մոտ կամար Սավարիսյունիչը Պետոյան
Գնդակը ցանցում է Պետրոյանը գրավեց դարպասը։ Մա Մյուխեն Գլադբախը կիրաստի առաջին հարվածը Սևակ Մանուչարյան թե Կիրիլ Պանտելև տեսնենք։ Կա մրցավարի Սուլիչը Մանուչարյան, Սևակ Մանուչարյան, գնդակը ցանցում է, հավասարություն է հանդիպանակի մեջ։ 1-1 Հիմա City-ի ավակտ է մոտեցել գնդակին, Արշակ Պողոսյանը տեսնենք Մանչեսթեր City-ի 10 համար դնդեմ Մյուխեն Գլադբախի դարպասապա Խաչիկյանի, Պողոսյան ու դարպասապողն է հիմա օգտության ասնում Մյուխեն Գլադբախին գնդակը ցանցում չէ։ City-ին վրիպեց եկյոր 11 մետրանոց ու հիմա տեսնենք Մարկարյանը արված կկատարի, Դավիթ Մարկարյան Давай, друг, давай, ты сможешь. Մարկարյանը այս գնդակը երացված է, երկու թիմերն էլ չեն գրավում եկյոր 11 մետրանոցից դարպասը։ Նարեկ Սարգսյանը կիրասնի այս հարվածը, իհարկե սառնասիրտ է Սարգսյանը, տեսնենք երորդ 11 մետրանոց հարվածը City, կա Սուլիչը, Նարեկ Սարգսյանն ընդդեմ Խաչիկյանի, հարված ու գնդակը ցանցում է անկասելի հարված էր։ Ռաֆայել Ղազարյանը կիրասի Մյուխեն Գլադբախի երրորդ հարվածը, եթե գրավում է դարպասը, ապա 11 մետրանոց հարվածաշարում հավասարություն ենք տեսնում։ Մեկի մեջ չիպ կա, չէ՞ չտակ։ Դրա համար արշակը չխփեց, ախպեր դու։ Ապե չէ լավ, էսի պետք է կրկնենք, դավն է չի։ Ռաֆայել Ղազարյան, կա մրցավարի Սուլիչը, Ղազարյան ու գնդակը ցանցում է։ Թիմերը երեքական հարվածներից հետո երկու անգամ հասել են հաջողության։ Հիմա չորրորդ հարվածը City-ի կիրասնի Մանուկ Մուրադյանը։ Մուրադյան ու այստեղ փրկեց Խաչիկյանը։ Բրավո Սերգեյ Խաչիկյան, գնդակը երացված է, հիմա չորրորդ հարվածը կիրասնի Վալերի Բաբայանը Մյուխեն Գլադբախի կազմում։ Բաբայանն ընդդեմ Կիրիլի, կա մրցավարի Սուլիչը, Բաբայան հարված ու գնդակը նորից ցանցում չէ։ Չորսական հարված թիմերի կողմից երկուական գոլ։ Վերջին հարվածը 5-րդ հարվածը կիրասնի Բուբան։ Բուբան ընդդեմ Խաչիկյանի, տեսնենք։ Բուբա Վրիպում է այստեղ Բուբան, հիմա եթե Մյուխեն Գլադբախը գրավում է դարպասը, ապա 1-8-րդ եզրափակիչ է անցնում Բորուսիա Մյուխեն Գլադբախը։ Վճռորոշ հարվածին մոտեցել է թիմի ավակը Արմեն Խաչատրյանը ու տեսնենք։ Արմեն Խաչատրյան, եթե գրավում է դարպասն ավարտվում է ամեն ինչ։ Խաչատրյան, բայց դարպասածով դե փրկում Մանչեսթեր Սիթի։ Ինչ է կատարվում հիմա Ուրարտում արձադաշտում։ Հավասարություն է ընթանում պարզապես թիմերը։ 5-ական հարվածից հետո երկու անգամ են գրավել դարպասը։ Ղարիբյան, կա մրցավարի Սուլիչը։ Ղարիբյան անկասելի հարված Սիթին առաջ է անցնում հաշվի մեջ։ Կարլիկ Սարգսյանը հիմա կիրասնի Մյուխեն Գլադբախի հարվածը, եթե վրիպում է, ապա Սիթին է անցնում հաջորդ փուլ։ Սարգսյանը Մանչեսթեր Սիթին 1-8-րդ եզրափակիչում է։ Փրկեց Կիրիլը վերջին հարվածը եւ Սիթին նվաճում է 1-8-րդի ուղեգիր։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք այս հետաքրքիր հանդիպումը միասին դիտելու համար։ Բարի գիշեր ու ամենայն բարիք։